Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Սկզբի համար կխնդրեմ դնել ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար։ Հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ժողովուրդ ջան, սկզբից ուզում եմ նշել, որ հանգարց անգլերեն բառերով, տառերով եւ այլն մեկնաբանություն չանեք, քանի որ YouTube-ը չգիտես ինչու համար մեծ մասը այդ մեկնաբանությունների ավտոմատ կերպով ջնջում է, հա, դա ու ես դրա հետ ոչինչ չեմ կարող անել եւ ես կապնվել եմ արդեն YouTube-ի հետ եւ YouTube-ը մերժում է բացատրություն տալ։ Մի խոսքով ասում եմ ամեն ինչ նորմալ է եւ եթե ուրիշ հարցեր չունենք, փակենք այս թեման։ Այս հենց այսպես ուղիղ ասում է YouTube-ը, պարզ է որ տակ ինչ որ մի բան կա, չգիտեմ ինչի համար, բայց սենց է։ Մի խոսքով չգրեք անգլերեն մեկնաբանություն, եթե չեք ցանկանում, որ YouTube-ը ավտոմատ կերպով ջնջի ձեր մեկնաբանությունը, խնդրում եմ գրեք հայերեն։ Հայերեն հələ որ ոչ մի խնդրեմ չի եղել, ոչ մեկի կոմենտները հայերեն տարբերակով դեռ չեն ջնջվել։ Հենց որ խնդրում եմ հայերեն։ Հիմա ասենք Վարդան Ղուկասյանի թեման, ժողովուրդ ջան, լավ լուր ունենք։ Վերջապես Վարդան Ղուկասյանի հետ կապը վերականգնվել է, ճիշտ ասած կապը վերականգնվել է դեռ մոտավորապես ամսի 11-ից, բայց ես սպասել եմ այնքան ժամանակ, միջև որ մենք, այսինքն մեր ալիքի օգնող ընկերները կարողանան կապ հաստատել Վարդան Ղուկասյանի հետ եւ 100%-անով ինձի ինֆորմացիա տան, որ այո, ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Այդ կապակցությամբ մենք կազմակերպել էինք թե երթագրում զանգի, թե տեսակցության, ամսի 13-ին մեր մոտիկ մարդը գնացել է հենց Հենդերսոն, հենց այնտեղ տեսել է Վարդան Ղուկասյանի տեսակցության, եւ ամսի 14-ին վերջապես երկարսպասված զանգը տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի հետ։ Մեր մոտիկը խոսացել է, ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է, Վարդան Ղուկասյանը բոլորիդ ջերմ բարևներ է փոխանցում եւ համբերություն մաղթում։ Լավ ժողովուրդ ջան, նենց որ այն վատ լուրը, որ կապը կորած է, արդեն վերականգնված է եւ ամեն ինչ նորմալ է, Վարդան Ղուկասյանի առողջությունը լավ է, տրամադրությունը լավ է, ամեն ինչ մի խոսքով նորմալ է։ Նենց որ այդ խնդրեմը արդեն անցյալում է։ Այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալացել է, ամեն ինչ կարգին է։ Հիմա ինչ եմ ուզում ես ասել ձեզ ժողովուրդ ջան, ես անցյալ անգամ ինչ որ ես բացատրեցի ձեզի ինֆորմացիան մանիպուլյացիայի մասին, պարզվում է, որ ինչ-որ նորմալ, տենց էլ ինչ-որ մի մասաժ ժողովրդի չհասկացավ։ Ու ես ոնց որ արդեն իմ ներվերն էլ տեղիք չի տալի, որտեվ միշտ աշխատում եմ լինել կոնկրետության դաշտում, հանգարց չափերս չանցնել, բայց որ ասում ստեղ էլ հենց մտքից Վարդան Ղուկասյանն ա գալի, որ ասում մարդ պետքա զգացմունք չունենա, որ առանց հայոյանքի խոսա։ Ամիթե այդքան դժվար է հասկանալ։ Համի նայեք ինչ են առաջ բերում մեզի, ասում են նայեք դուք ասում են Գարեգինին դեմ մի գնացեք, հա Գարեգինը սուրբ չի, Գարեգինը շատ վատն է, այ բայց որ դու Գարեգինին դեմ եք, Թուրքիայի Սահակին են բերելու նշանակեն Գարեգինի տեղը, դուք հասկանում եք թե ինչ են ասում ձեզի։ Ուրեմն նայեք ուշադիր ժողովուրդ ջան, ու հասկացեք վերջապես, կուտ ուտելու վաղտն անցել է։ Դուք էլ ժամանակ չունեք կուտ ուտելու, որտեվ եթե սենց շարունակ Թուրք Նախիջևան նստած է։ Ես ասեմ իմացեք։ Նախիջևան նստած սպասում է թե Պարսկաստանը երբ է չոքելու, երբ հանգնելու, որ մտնի Հայաստան, մտնի Զանգեզուրը վերցնի։ Նայեք, ես ասում եմ, այդ ձեր կտերը ուրեմն նայեք, թե Լևոնի վաղ, թե Սերժի վաղ, թե Քոչարյանի վաղ, թե մի էլ Նիկոլի վաղ, որ չասեք առանձնացնում է։ Սերժի այդ Սերժի ու Քոչարյանի վաղ մանավանդ, ասում էին Սերժին ձեռ մի տվեք, Ղարաբաղի հարց կա, հիշում եք։ Քոչարյանին ձեռ մի տվեք, Արցախի հարց կա, Թուրքը կնայի կուրախանա։ Հայրանք վատն են, հայրանք թալանում են, բայց բան մի ասեք, ձեռ մի տվեք, որտեվ ասեք ինչ որ միշտ մի բան կա, որ սրա հարց կա, ախպեր, այս վատին մի կպեք, որտեվ այս ինչի հարց կա, համի էսա, Գարեգինին մի կպեք, որտեվ բանը Ստամբուլի Սահակի հարց կա։ Դու պատկերացնում եք այս աբսուրդը։ Դուք պետք է հելնեք ասեք, մենք તો սրան էլ ենք դեմ, նրան էլ ենք դեմ, ինչ Սահակ Թուրքիայի, ինչ Գարեգին Ռուսաստանի, սրան էլ նկարը հանեք դրեք, որ այդ ընտրողները, այդ ինչ որ
այդ հոգևորականից ժողովն է, չէ, որոշում, ընդեղ էլա տենց իրանց մեջի ազգային ժողով կա։ Էդա չէ որոշում, ով պետք է լինի հաջորդ կաթողիկոսը։ Իրանք շատ լավ պետք է անկալեն, որ դուք սրան եք դեմ, նրան եք դեմ, որ ընտրություն կատարելու սկսեն չընտրեն այդ Թուրքիայի, այդ Կոնստանտինպոլիսի բանի տերտերին, սենց ասենք։ Այ մարդ, ձեզի ինչքան կարելի է խաբեն։ Թուրքը ձեր մեջ նստած է, Թուրքը 30 տարի գտնվել է Հայաստանում, Ստամբուլի տերտերը չի, որ պտի գա, նստի համի, էշմիացնում, որ ասեք վերջ, մեր բոլոր կառույցները քանդվեցին, Թուրքը տիր, արա Թուրքը շուտվանից է նստածը տե, թեղը տեղ, թեն մնացած կառույցներում, դուք հմի նայեք Իսրայելը, սպանում է բանին, իրանցի գեներալներին, իրանց տան մեջ քնած, նենց տեխնոլոգիա ունի, որ գալի մտնում է իր տուն, իր սենյակի մեջ պայթում է, հասկանում եք, իսկ մենք ինչ ունենք, ոչ մի բան, ինչի չունենք, որտեղ մեր կառույցները ոչ մեկ երբեք չեն աշխատել, որտեղ Թուրքը շուտվանից դրանց գլուխը կերել է, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, ամել Նիկոլը, որ խափեց, ինչի Նիկոլա, ինչեմ Նիկոլին դրանց մեջ էլ մեղադրում, որտեղ Նիկոլը ասեց գգամ, այդ թուրքերին կմաքրեմ Հայաստանը, չէ, այդ թուրքերից, ու ոչ իման չար, ասի խափեց, հավասարվավ իրանց, դարավ թուրք, հասկացաք, այն որ 5000 դրամ էին ձեզի տալի, եթե թո հայը չի տալի, թուրքն է տալի, 5000 դրամ առաջարկող ընտրության համար, հայը տես բան կանի, պետությունը սիրողը տես բան կանի, թուրքը կանի, համի այդ 5000 դրամը տվողը թուրքը, վերցնող ընտրողն էլ թուրքի ջաղացին ջուր լցողն է, այն որ ով որ վերցրելա չի ընտրե, ապրես, ցավըտել տանեմ, ով որ վերցրելա ընտրելա, թուրքի ջաղացին ջուրը լցելա, Սերժ Քոչարյան, Սերժ Սարգսյանի վախտով չի եղել, որ Ռուսաստանից հատուկ ներդրված ծրագրով Հայաստանում, լսեք ուշադիր, Հայաստանում մարդկանց տանում էին Հայաստան, այսինքն դատարկում էին, չէ, տանում էին, չգիտեմ, Տոկալինինգրադ կամ Ռուսաստանի հեռու գեղերը, Սիբիր, Միբիր, ընդ որ մարդ չի ապրում, ու ոչ մեկ չի ուզում ապրի կամ աշխատի, հայրին հավքում sense հատուկ մթոմ ծրագրով քեզի հող ենք տալի, տուն ենք տալի, գործ ենք տալի, հավաքում տանում էին այդ յաները, Ռուսաստանը լցում էին, Հայաստանը դատարկում էին։ Թուրքական ծրագիր չի, Թուրքի ուզածի ինչ է, որ Հայաստանը դատարկվի, Հայաստանը մնա Թուրքին։ Տես չի Տեսի, բահամի, այդ թուրքերը, որ այդ ձևի ծրագրեր են իրականացրել, դու մի եկել ես ասում ես Գարեգինը այդ հակուտը տալիս են, Ստամբուլի տերտերը պետք է գա, դու այս Ստամբուլի տերտերը գա, դու էլ ձեն չհանես, ընդ նստած ելնես, մեզ էլ մեղադրես, թե մենք չեն Գարեգինի դեմ խոսում, հա, ուրեմն մեղավորը դու ես, դու, եթե դուք ոչ իվան չեք ուզում անեք, մենք չենք կարա ամեն ինչ անենք, բլոգերներս, դու էլ պետք է հելնես, քո տեսակետը ներկայացնես, թե Էշմիածնին, թե կառավարությանը։ Ու դու ես առաջինը մեղավոր, որ այս թուրքերին հանդուրժել ես, դու, ինչ ես եկե հմի մեզի մեղադրում, թե Գարեգինի դեմ մի խոսա։ Եթե դու ասում ես Գարեգինը մնա, որ թուրքը ընդիս մթոմ չգա, դառնա տեր մեր մոտ, հա, բանը համայն հայության կաթողիկոսը, եթե դու տենց ես մտածում, դու ուրեմն դու հենց Գարեգինին արժանի ես, դու վաճառված օրտնությանը արժանի ես, դու ինչ հայության մասին է խոսքը, ինչ հայա մեծության մասին է խոսքը, եթե այս մարդը աշկերը փակ հետևել է, թե Հայաստանը ոնց են թուրքերը դատարկում, Սերժի գլխավորությամբ, Լևոնի գլխավորությամբ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Լևոնի վախտով կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ամել Նիկոլի գլխավորությամբ, այդ մարդը կյանքում ձեն չի հանե, ամի դու ասում ես ինքը մնա, ինքը Ռուսաստանի ագենտ է, Պուտինի կողմից մեդալ է ստացել, իսկ լինելով Ռուսաստանի ագենտ, դա նույնն է, ինչ որ լինես Թուրքիայի ագենտ, հասկացեք այն որ ովքեր էին երկու հատ իսկական հայ մարդ, ճիշտ է իրանց չեմ ճանաչում, բայց իրանց այդ գործողությունը հայամետ գործողությունը էր, որ Ռուսաստանի դրոշի վրա Թուրքիայի այդ բանն էին նկարել, լուսինը
Աստղը տանգացրել էին բանում Հայաստանի մեջտեղը տեսեք որ իմանաք ովքեր են ռուսը միշտ ցանկացել է Հայաստանը դատարկել եւ նվիրել Թուրքին ինչ որ մի բանի դիմաց սա եղել է Ռուսաստանի պատմության քաղաքականությունը միշտ Հայաստանի հանդեպ հիմա էլ էդի հենց ուզում անի եւ արել այս 30 տարիների ընթացքում պետքա մի հատ թողի մի հատ կետ Հայաստանում ինքա որ կանա իր բազեն դնի ընդից ինչ որ ազդեցություն ունենա սա է իրականությունը ով որ ձեզի ասում է բանին աուն ինչա Գարեգին բային մի հանեք որ այն թուրքը չգա հենց սա կուտ տալա կոչվում ու այս կուտը դուք ցավոք սրտի ուտում եք ինչի եմ ես ջղայնացած որտեվ այս վերջի վիդեոների մեջ տեսնում եմ նույն ձև շարունակում այդ կոմենտ դե այս բանը Լևոնի տերտերին խես բերե Նիկոլի տերտեր դուք չեք ջոգում որ Լևոն ասիկ այն այդ մարդը հելավ Լևոնին բան արեց կողես ցեխը հանեց դուք չեք տեսնում որ իմ մոտ երբ որ գալիս է բանը Սահականան չեք տեսնում որ ինքը քաղաքականությունից չի խոսում ինչու չի խոսում որտեվ իմ ալիքում արգելված է ուղիղ իմաստով արգելված է ցանկացած հոգեվորական որ գա ու քաղաքականության մասին խոսա արգելված է խոսել քաղաքականության մասին հոգեվորականը տեղ չունի քաղաքականության մեջ իմ ալիքում ու այդպես պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում ինքը կարա քաղաքական տեսակետներ ունենա իրան նեղ շրջապատում իր ընտրության վերջ բայց sense publishni helնել եւ քաղաքականության մասին խոսալ հոգեվորականը տեղ չունի դրա համար իմ մոտ արգելված է քաղաքականության մասին խոսալ եթե մարդը հոգեվորական է եւ նույնը բանը Տեր Սահակին արգելված է որ ինքը գա այստեղ եւ քաղաքականության մասին խոսա բացառապես մի շեշտադրմամբ հա որը որ եղավ հենց իմ տված հարցի շնորհիվ որ պարզաբանի թե ինչու են իրան ասում Լևոնի տերտեր դուք գոնե բացահայտումները լսեք գոնե դրանից եզրակացություններ անեք դու ասում ես սոլե Նիկոլի տերտերն է Լևոնի տերտերն է թուրքը Հայաստանում է մեռած ես ասելով ես այն վաղ ֆուտբոլի ֆան ակումբներին ասիմ չէ ինչ ասիմ տղեկ մի նեղացեք որ հաշվեք որպես ձեր ախպերը ջղայնասած ձեզի մի բան ասում է բայց ինչը ճիշտն այնի ասելու է եթե այսքանից հետո դուք այդքան կոչերից հետո հա Հայաստանի հավաքականին որ այս ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ այսպես անելով քանդում ամեր երկիրը որտեվ քանդում ամեր ֆուտբոլը իսկ ֆուտբոլը այսօր քաղաքականությունից ցավոք սրտի անջատված չի եւ շատ մեծ դեր ունի քաղաքականության մեջ այսինքն վատ ֆուտբոլ ունենալը վատ քաղաքականության վատ երկրի դեմք է բերում հա մնացածի մոտ քո երկրի հանդեպ մի պատճառ չկարեք բրծավ եթե ֆուտբոլի հավաքականի տղաները չեն ցանկանում սրանց հեռաստեն ուրեմն իրանք էլ են հենց այդ պոլիտիկայի մեջ մտնում իրանք ցանկանում են որ տենց լինի այդ է վատ ֆուտբոլ ունենան ով հասնի գա իրանց դոմփի մեր դաշտի մեջ ուր այդան դոմփվեն, էլի գան դոմփեն, գնան դոմփվեն, ու այդպես 6-7-8 խաղ պարտություն, հետո խափեն ասեն գիտեք իշկա էսա 2-3 ամսից լավ ֆուտբոլ ենք ունենալու, հետո նայում ես ֆուտբոլ չեն խաղում, ընդհանրապես ֆուտբոլն ուր իրանք ուր, ուրեմն դուք եթե եթում եք ընդե գոռում եք, մենք միշտ ձեր կողքին ենք, տղեկ ջան, ուրեմն դուք այդ ֆուտբոլին արժանի եք, չեք հասկանում, ամի եթե դու ասում ես Գարեգինը Թոմն է, որտեվ Այն մի տերտերը պետք է գա Ստամբուլի, ուրեմն դու Գարեգինին արժանի եք, ախպեր, հասկացեք, ուրեմն մենք էլ ինչ չխոսանք, թուրքը մնա, Գարեգինը թուրք արա, Թոմնա, ուրեմն, թուրք է, հասկացի, թուրք, չի տարբերվում, Հայաստանը գենոցիդ են արել, ձեն չի արել, մարտի մեկին գնդականին 10-8 ձեն չի արել, թուրք չի, զատվացրիք էլի, իշքան կարելի է ուրիշի կուտերը ուտել, Ընչիկ դուք թողում որ ձեզի մանիպուլացնեն, բացատրեցի այդ մանիպուլացիան տարբերակը, ոնց են ամբողին մանիպուլացնում, տանում, գցում ձորը, հմի ձեզի մանիպուլացնում են, հելլե ասում են, Գարեգինը վատնա, կեղտոտ գյադա են, փող գցողներ են լնում, այդ նույն ձև, կեղտոտ գյադա, բայց ոչինչ, Թոմնա որտև ընդե, Ստամբուլի Սահակը կա,
կգա Ստամբուլի Սահակը։ Դե թողա, դե դու էսել մնա ուրեմն։ Եթե դուք պետք է թույլ տաք, որ Գարեգինը հելնի Ստամբուլի Սահակը գա, դրան էլ արժանիք ինչ ասեմ։ Բայց դուք պետք է հելնեք ասեք, նկարադիր ջնջի դեմքը, սենց ասա սրանն էլ տուն ղրգեք, սրան էլ տուն ղրգեք։ Էլի մարդ կա դեմեք, սրան էլ տուն ղրգեք, որ այդ ընտրողները հոգևոր դաշտում իմանան, որ այս մարդը մեր երկրում տեղ չունի ախպեր, պետք է լինի այնպիսի պապ, որը որ ընդունված է հայ ժողովրդի կողմից, ընդունված է, մանիպուլացիա, դուք էլ գնա սրա եթերը նայ, գնա նրա, արա թու այդ ուրիշը գա իմ եթերը նայ, որտև ես ինչ ասում եմ, մաքուր ասում եմ, Զվարթնոցում գնացին դիմավորելու, ովքեր էին գնացել Զվարթնոցում դիմավորելու, դաշնակներ, հայ ազգի դավաճան թուրքի ծառաները, այսօրվա դաշնակների մասին է խոսքը, ռուսի սապոկը լզող, սես ներքևից վերև, լեզվով, այս ձև, դաշնակներն են, ուրեմն, հանրապետականներ, նույն պատմությունը, վերևից ներքև, թուրքի սապոկն ու ռուսի սապոկը լզողներն են, ուրեմն, Մացիսի քաղաքապետ, հանցագործ մի տիպ, լրիվ, հանրապետական, որ մարդկանց ղրգում էր իր 10 ովչիկներին մարդ ծեծելու, էդ էլ տենց, դրանք էլ ովքեր են վիզ դնում բանի համար, Գարեգինի համար, Լևոն Տեր-Պետրոսյան, մի անբարոյական մարդ, որը որ սաղ իր ներուժը և ինտելեկտը օգտագործեց, որ Հայաստանը քանդի փչացնի և ոչնչացնի, բոլոր մեր սովետից մնացած այդ գործարանները մետալալոմի դիմաց վաճառեց պարսիկներին, Հայաստանը քանդեց, փշրեց, ավիրեց և սարքեց այսօրվա Հայաստան։ Մեր տղեքը 44 օր որ դիմացան թուրքի դեմ, դա մի հատ հերոսություն է, դա մի հատ չտեսնված հերոսություն է, որտև հետևը թուրքեր էին կանգնած։ Ինչի համար էին հետևը թուրքեր կանգնած, որտև կառավարության 30 տարի Հայաստանի կառավարությունը եղել է թուրքամետ, ոչ մի բան չի արել, ոչ մի բան չի արել տեխնոլոգիա ունենա, ոչ մի բան չի արել լավ զենք ունենա, ոչ մի բան չի արել ճիշտ գիտելիքներ ունենան, տղեկի վրա մի հատ կախել են ավտոմատ, ասել են գնացեք առաջ ապեր։ Պահպանեք ձեր հայրենիքը այդ մի ավտոմատով։ Տղեկը մի ավտոմատով 44 օր դիմացել են ադրբեջանական, թուրքական, չգիտեմ ընդ սիրիական այդ ջոկատների, Պակիստանի այդ ջոկատների դեմ պատերազմին 44 օր առանց որևիցե մի լավ զենքի, տեխնոլոգիապես զարգացած զենքի, որտեվ թուրքը կարող է հենց քո հարևանն է, այդ պաշտոնյան հենց այդ թուրքն է։ Իսկ դու ասում ես տերտերին հանենք։ Ինչի եք դուք նենց հանում, որ մենք հունից դուրս գանք։ Ինչի եք դուք կուտը ուտում։ Ինչի դուք չեք պայքարում ձեր երկրի համար։ Տեսելի եմ ասում։ Թուրքը Նախիջևան նստած սպասում է լուբոյ մոմենտ պարսիկը ընկնի, որ ինքը մտնի Սյունիքը վեկալի։ Ու դա կլինի Հայաստանի վերջը, ընդհանրապես վերջը։ Իսկ դուք Գարեգին բեք ուզում պահեք, թե Սահակը Ստամբուլի կգա։ Բայց դու ինչ ես անում, որ Սահակը Ստամբուլի գա։ Այսօր այսքանը սեսյուն հաջողություն։ Բայց չգիտեմ էլ ինչ ասեմ ձեզ։